աջակցություններին ու մոտավորապես պատասխանեցիք այն հարցին, թե ինչու է հայ-առաքելական եկեղեցու վերաբերյալ դրույթը նշվել սահմանի դրության մեջ, որովհետև նույնիսկ մասնագիտական հանրությունում թույլ ընկալում կա նշումի հետ կապված, այսինքն նպատակի նշման։ Ես ուզում եմ այս մասին խոսել ու շատ կարևոր է, որ այս հարթակում մենք խոսենք այս թեմայի մասին եւ վերջակետ դնենք այն դեբատներին, որոնք վերաբերում են եկեղեցու արքավիճակի սահմանադրական եւ եկեղեցու հետ կապված կամ եկեղեցականների հետ կապված արարքների գնահատականին սահմանադրական կարգի տապալման տեսանկյունից եւ նմանատիպ տեսանկյուններից այս խոսույթը կա հանրության մեջ։ Եկեղեցու վերաբերյալ նախ կրոնական կազմակերպությունների վերաբերյալ աղացին դրույթ է պարունակում սահմանադրությունը, մեր պետությունում ընդունում է կրոնական այլակարգությունը, մտքի, խղճի, դավանանքի, համոզմունքի, կարծիքի, արտահայտվելու ազատությունը եւ այլն, եւ եկեղեցու վերաբերյալ առանձին դրույթի նախատեսումը իրավական տեսանկյունից մի նպատակ ունի, որպեսզի ցույց տրվի, որ սահմանադրությամբ արդեն իսկ որ մեր հիմնարար օրենքն է, եկեղեցին անհավասար է այլ կրոնական կազմակերպությունների հետ եւ սա է պատճառը, որ նախատեսվել է նմանատիպ սահմանադրական դրույթ, որպեսզի հիմնավորվի եկեղեցու նկատմամբ օրենքով արտոնյալ վերաբերմունքը։ Այդտեղ նշում կա եկեղեցու հետ կապված հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով եւ մենք ունենք եկեղեցու հետ հարաբերությունների վերաբերյալ առանձին օրենք, որ եթե դուք թերթեք, կտեսնեք, որ վերաբերում է հիմնականում եկեղեցուն արտոնությունների տրամադրմանը։ Ու սահմանադրական դրույթը այն երաշխավորն է, որի առկայության պայմաններում այլ կրոնական կազմակերպություններ չեն կարող խոսել խտրական վերաբերմունքի մասին օրինակ, որովհետև հակառակ դեպքում, եթե մենք որոշենք, որ եկեղեցին, քանի որ դուք եք շեշտում, որ կրոնական կազմակերպությունն է, իրան որպես պետություն արտոնություններ ենք տալիս, այստեղ խտրականության, խնդիր, իրավավասարության եւ այլ շատ խնդիրներ են առաջանում։ Եվ հետեւաբար հաշվի առնելով եկեղեցու տեղը եւ դերը մեր կյանքում եւ մեր պետությունում, ես կարծում եմ, որ սահմանադրական դրույթի փոփոխություն չպետք է որ լինի, բայց նաեւ ուզում եմ շեշտել, որ սա մի հարց է, որ դեռևս չի քննարկվել խորհրդի կողմից։ Ես նշեցի իմ կարծիքը եւ նշեցի արդեն օբյեկտիվ իրականությունը, որ հարցը դեռևս խորհրդի կողմից չի քննարկվել, բայց ամեն դեպքում մեկ անգամ եմ ուզում շեշտել, որ սահմանադրական նորմ ունենալը եկեղեցու վերաբերյալ հնարավորություն է ապահովում եկեղեցուն տրամադրել հավելյալ երաշխիքներ օրենքի հիման վրա, ինչը որ չի արվում կրոնական այլ կազմակերպությունների դեպքում։ Ես հուսով եմ, որ այս մեկնաբանությամբ մենք այս դեպատին վերջով վերջակետ կդնենք։ Հաջորդ անկախության հռչակագրի հետ կապված ուզում եմ նշել, որ այս հարցի հետ կապված քննարկում դեռ չի եղել, կրկին երբ որ լինի հարցը կկոմունիկացվի մեր քաղաքացիների հետ, բոլորը կտեսնեն, թե եթե փոփոխություն տեղի ունենա, ինչպիսի փոփոխություն է տեղի ունեցել մեր սահմանադրության նախաբանում։ Հաջորդը դուք նշեցիք, որ վարչապետն ասել է, որ հավելավճարը կամ պարգևատրումը տրամադրվում է դատական ծախսերը հարուցելու համար, եւ այդպիսի բան վարչապետը չի նշել, վարչապետը մի 8 ներողություն չի մտածել։ Մի 8 պատճառ նշել, թե ինչու է պետք, որ աշխատավարձը բարձր լինի պետական ծառայողի կամ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, եւ ի թիվս մի շարք հանգամանքների նշել է նաեւ, որ ատելության ալիքը կամ չգիտեմ դեզինֆորմացիան այնքան մեծ է դաշտում, որ այդ պաշտոնատար անձինք նաև ստիպված են պաշտպանվել դատական հղացաններում, իրենց իրավունքների պաշտպանությունը իրականացնել, եւ կարգավորումներն այնպիսին են, որ ոչ միշտ է դատարանների կողմից սահմանվող փոխհատուցումը, որպես դատական ծախս, լինում համարժեք փաստաբանների ծառայությանը։ Եվ ասել է, որ նաև այս աշխատավարձերի բարձրացումը միտք ունի ապահովել պաշտոնատար անձանց իրավունքը, որ նրանք ունեն են բավարար ֆինանսական միջոցներ, որ իրանց սեփական ոչ թե որպես դատական ծախս հատուցվել, այլ հատուցում չի դա պարգևատրելի տրամադրում կամ աշխատավարձ, ինչպես ուզում եք կոչել, որ ունենան նաև բավարար միջոցներ, որ իրենց իրավունքները պաշտպանեն։ Այսինքն այնքան դաշտը ներողությունված կեղտոտված է, որ պաշտոնատար անձին ստիպված են դատական հղացաններում գնալ պաշտպանվել, երբ պաշտպանությունը պրոֆեսիոնալ
փաստաբանների միջոցով պետք է տեղի ունենա, ու նաև պետք է այո զրկված չլինել իրենց իրավունքների պաշտպանության հնարավորությունից եւ սրա մասին է խոսել վարչապետը, ոչ թե դատական ծախսերի հատուցումից։ Հաջորդը դուք նոր նշեք այլ լիազորությունը, որով վարչապետը ոչ այդպիսի լիազորություն չկա։ Եվ ոչ մեկ չի ասել, որ այդպիսի լիազորություն կա, կամ 1000 անգամ այս մասին խոսել են, մտահոգություն բարձրացնելը քաղաքացիների, եկեղեցականների եւ այլն, դա չի նշանակում, որ պետք է գրած լինի, օրինակ վարչապետը խոսում է ձեզ հետ, դուք հարց եք տալիս, վարչապետը պատասխանում է ձեր հարցին, գրած չի ոչ միտեղ, որ վարչապետը ձեր հարցին պետք է պատասխանի, որ պատասխանի լիազորությունն է վերազանցելու։ Այսինքն պետք չի ամեն ինչ քառակուսիացնել եւ փորձել այնպես ներկայացնել, որ մի ծայրահեղ վատ բան է տեղի ունենում։ Տեսեք, պետք չի կարգալույց եղած չեն։ Այսինչ քահանան ասում է կարգալույց եղած չէ, հիմա դա տարբերություն կա քաղաքացին կասի, թե օրինակ նախարարը կամ վարչապետը։ Իհարկե կա, վարչապետը Ինչու վարչապետը ձեր կարծիքով զրկված է քաղաքացու իրավունքներից։ Այդ թող լիազորությունները բայրդնի եւ որպես քաղաքացի հանդես բարդունի վարչապետը նաև քաղաքացի է, նաև քաղաքացի է, որակրել է որպես վարչապետ Ես չեմ տեսեք, դա վարչապետի գործն է, վարչապետը անում է այն, ինչ ճիշտ է գտնում, եւ հիմա դուք ինձ հարցեր եք տալիս, թե ինչու է այսպես անում, որովհետեւ այսօր վարչապետն է մեր պետության գրել է վարչապետ կողք։ Ասեք նույն Նիկոլ Փաշինյանն է, որը նաև քաղաքացի Գիտեք, ինչ թող գրեր քաղաքացի կողմը, թող գրեր քաղաքացի կողմը։ Բայց ով ասում, դուք ուզում եք ես ասեմ, որ երբ որ մարդը պաշտոնատար անձ է, մարդ չի։ Դուք ասեք, սա դուք եք ասում։ Ժամանազատում Շատ լավ, ինձ եք ասում, ճաշակի լավ չէ, թող ստորագրում։ Եկեղեցու գործերին, որևէ մեկը եկեղեցու գործերին չի միջամտում։ Մենք խոսում ենք անբարեժ եկեղեցականների մասին, այս թեմավել ենք շատ խոսել։ Դուք եկեք հարցերի հերթականությունը, եկեք մենք շատ շեղվեցինք մեր կատարած աշխատանքի հաշվետվությունից եւ մեր առաջիկա անելիքները ներկայացնելուց, բայց եկեք այս կետում ավարտենք։ Խոսքս ամփոփում հետեւյալով։ Որպես կրոնական կազմակերպության շակերտավոր մասնակից յուրաքանչյուր հայ քրիստոնյա իրավունք ունի բարձրաձայնել այն խնդիրների մասին, որոնք տեսնում է։ Եթե դա անում է այն անձը, ով այդ խնդիրների վերհանմանը ավելի մեծ հասանելիություն ունի եւ իր համար ավելի տեսանելի է, սա ոչ մի կետում չի նշանակում, որ այդ երևույթը վատն է։ Այսինքն, եթե թեկուզ եւ ի պաշտոն է, մենք չենք երկխոսում։ Ես եմ խոսում, հիմա դուք լսում եք, հետո դուք հարց կտեք, ես ձեզ կլսեմ սիրով։ Դա չպետք է ներկայացնել այն լույսի ներքո, որ մենք գործ ունենք ծայրաստիճան վատ երևույթի մասին։ Հիմա բարձրաձայնում ենք մեր մտահոգությունները, անհամաձայնություն ունենք որպես եկեղեցու հետևորդ այն ամենի հետ ինչ որ տեղի ունենում, եւ տեսնում ենք այդ միայն չեք բարձրաձայնում, մենք չենք երկխոսում, մենք ժամանակ ֆորմատը այդպիսին չէ, դա ուղղակի որպես քաղաքացի ֆորմատը այդպիսին չէ, եւ ինչ վերաբերում է քրեական բարույթներին, ես նախորդ թիվել հնարավորություն ունեցա նշելու, որոշ եկեղեցականների հետ կապված որոշ ապացույցներ նաև հասանելի են դարձվել հանրությանը եւ մեր սիրելի քաղաքացիները հնարավորություն եւ իրավունք ունեն անելու սեփական հետևությունները։ Ով է ասել, որ օրինակ եկեղեցականը պետք է իրավունք կամ հնարավորություն ունենա զինված օրինակ հեղաշրջում նախապատրաստվելու, ով է ասել, չգիտեմ, ենթադրյալ առարկա, բայց ենթադրյալ այո, եւ դրա համար եմ ասում, քանի որ որոշ ապացույցներ հասանելի են դարձել, մենք մեր դատողությունները կարող ենք անել եւ նաեւ նշել են, որ դրանք վճռովոշ չեն, պարտադիր չեն, մենք պետք է սպասենք եւ այդպիսի հետևություններ կանեն նաեւ պրոֆեսիոնալ մարմինները, որոնք նման իրավունք եւ հնարավորություն ունեն։ Եվ մի բան է,
Ուզում եմ նաև այս հարթակը օգտագործելով ասել, նախընտրական քարոզարշավի կազմակերպման հետ կապված կան մարմիններ և մարդիկ, ում արգելված է նախընտրական քարոզարշավ իրականացնել։ Սա խոսում է ապաքաղաքական լինելու օրենսդրական պահանջի մասին և խախտումը հանգեցնում է իհարկե պատասխանատվության։ Կրոնական կազմակերպություններին արգելված է քարոզարշավ իրականացնել։ Եվ սա նշանակում է Բարձր կներախախտների վերաբերյալ օրենսգրքով պատասխանատվության նախատեսվում, ընտրական օրենսգրքով էլ համապատասխան արգելքներ են նախատեսվում, կարող եք բացել և կարդալ։ Կրկնում եմ, կրոնական կազմակերպություններին արգելված է նախընտրական քարոզարշավ իրականացնել։ Հիմա չեմ խոսում արգելքների մասին։ Ես չեմ ասում դա եղել է, նախընտրական քարոզարշավ նոր է լինելու։ Ես ասում եմ որպես տեղեկատվություն։ Չէ, տեղեկատվություն եմ ասում եւ որպես հետագայում դուք ինձ հարցեր եք վստահաբար ուղղելու այս մասով։ Դրանք կանխարգելելու միտումով եմ ասում, որովհետեւ նախկինում էլ են եղել հարցեր արդյոք եկեղեցականները կարող են զբաղվել քաղաքականությամբ արդյոք եւ այլն։ Այդ հարցերին հիմա ես չեմ անդրադառնա, ամփոփում եմ այս կետում։ Վերջ, այս հարցին պատասխանեցի։ Այո, Շողիկ Գալստյան ազատություն։ Տիկին Գարյան մի քանի ճշտող հարց սահմանադրության ընդունման հետ կապված ձեր ասացներից, հետո արդեն գլխավոր